Իմաստնություն Սողոմոնի 11 Իմաստնությունը Սուրբ Մարգարեի ձեռքով հաջողեցրեց նրանց գործերը։ Նրանք շրջեցին անբնակ անապատում և վրաններ խփեցին անկոխ վայրերում, կանգնեցին պատերազմողների դեմ և վանեցին թշնամիներին, ծարավեցին և աղերսեցին քեզ, նրանց ջուր տրվեց ապառաշ քարից, և նրանց փափագը հագեցավ կարծր քարից։ Արդարև, ինչ բանով որ պատժվեցին իրենց թշնամիները, նույն այդ բանից նրանք, երբ կարիքի մեջ էին, բարերարություն գտան, արյունով կարմրած և ալեխռով մշտնջենական գետի փոխարեն, որպես կշտամբանք մանկակոտոր հրամանի, դու առատ ջուր տվիր անհույսներին, ցույց տալով, թե ծարավի ժամին ինչպես ես տանջել հակառակորդներին, երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմածությամբ խրատված հասկացան, թե ինչպես են տանջվում քո բարկությամբ դատապարտված ամբարիշտները։ Սրանց իբրև խրատող հայր փորձության ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին իբրև խիստ թագավոր կշտամբեցիր դատապարտելով։ Նույն վտանգին ենթարկվեցին թե հեռու և թե մոտիկ գտնվողները, և նրանց կրկին համակեց անցյալի հիշողությունների տրտմությունն ու հեծությունը, որովհետև երբ նրանք լսում էին, թե իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո չափը, Տեր։ Եգիպտացիները պատժվում են չափավորությամբ։ Դեռ երեկ և վաղուց ի վեր նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված զարմացան, թե իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։ Իրենց անիրավ ու անմիտ մտածումների փոխարեն, որոնցով մոլորված նրանք անխոս ծողունների և վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրա արձակեցիր անբան անասունների մի բազմություն, վրեժխնդիր լինելու համար, որպեսզի գիտենան, թե ինչով որ մեղանչում է մարդ, նույն բանով էլ պիտի պատժվի։ Ամենազոր քո ձեռքի համար, որ անկերպարան նյութից հաստատեց այս աշխարհը, դժվար չէր արձակել նրանց վրա արջերի մի բազմություն, կամ վայրագ առյուծներ, կամ նորաստեղծ անծանոթ կատաղի այլ գազաններ, հուր ու կրակ շնչող, շարավարից ծուղ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։ Նրանց խորտակելու համար բավական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլև դրանց տեսքից զգացված սարսափը կսպաներ նրանց, բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել, մի հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանց, քո հոգու զորությամբ և արդարադատությամբ, բայց դու ամեն ինչ կարգեցիր չափով, թվով ու կշռով, որովհետև յուրաքանչյուր ժամ քեզ հետ է քո ամենազոր ուժը, և ով կարող է դեմ կանգնել քո բասկի զորությանը, որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար, և կամ ինչպես ցողի մի կաթիլ, որ իջնում է երկիր, բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամեն բան, և թողնում ես, որ ապաշխարությամբ քավվեն մարդկային մեղքերը, քանի որ ատելով չէ, որ ստեղծել ես ամեն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կա, և գարշանք չես զգում քո արարածներից և ոչ մեկից, ինչպես կարող էր որևէ բան լինել, եթե դու չկամենայիր, և ինչպես կարող էր գոյատևել մի բան, եթե դու գոյության կանչած չլինեիր այն։ Խնայիր բոլորին, ով հոգեսեր Տեր, քանզի քոնն է ամեն բան,